Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը 14-րդ գլուխ Ցկդիր առաջ Նեեմիան հրյամներ որ գաբրեր այն ժամանակ երբ Իսրայելը քերության մեջ էր Քանի մդարի առաջ փափելոնցիները եկած եւ ամբողջությամբ կործանած էին Երուսաղեմը Անոնք սպանած կամքերի վերցուցած էին քաղաքի բնակիչներեն շատերուն Բարիստներն այրած ու փլած էին, քաղաքը ցկած էին ավերակներու մեջ։ Աստված Նեեմիային սրդին մեջ թրած էր Երուսաղեմ վերադառնալ եւ վերագառուցել բարիստներն ու քաղաքը։ Նեեմիան օդար թագավորին ծառայած էր հավատարմորեն եւ արժանացած էր անոր բարեհաճությանը։ Թագավորը անոր թույլ տվավ երթալ եւ իրականացնել այն ամենը, ինչ որ Աստված թրած էր անոր սրդին մեջ։ Նեեմիան անմիջապես գնաց Երուսաղեմ եւ հավաքեց ողջ մնացածները, քաչալերելով անոնց վերագանքնել այն ամենը, ինչ որ թշնամին գործանած էր։ Անոնք հանդիպեցան վիթխարի թիմադրության։ Դեղացի 3 պաշտոնյաներ՝ Սանապաղադը, Դուբյան եւ Քեսամը չէին ցանկար, որ բարիստները վերագառուցվին։ Անոնք թեմ էին Իսրայելի փառքավաճմանը եւ վճռած էին գեցնել Նեեմիային ու Աստուծո ժողովրդին մնացորդին եւ ամեն տեսակի թավեր կհյուսեին անոնց վախցնելու համար։ Երբ այս առաջնորդները գիտցան Նեեմիայի ծրագիրներուն մասին, ինչպես Նեեմիան կպատմե, ծաղր ըրին եւ արհամարհեցին։ Նեեմիա 2:19 Անոնք ոչ միայն կփորձեին հուսահատեցնել Նեեմիային եւ անոր մարդոց, այլև կփորձեին հիմարացնել անոնց ժողովրդի աչքերուն մեջ, կծաղրեին ստորացնող խոսքերով։ Եթե անոնց շինածին վրա աղվես մնալ վեր ելլե, անոնց քարի բարիսպը կքանթե։ Նեեմիա 4:3 Հաջող մարդիկ կփորձեն վախցնել քեզ ծիծաղելով քու վրա կամ ալ մատնացույց ընելով այն ինչ որ գնես։ Անոնք կգրնան ծաղրել քեզ կամ կասկածիլ քու կարողության վրա, որուն միջոցով կգադարես այն ամենը, ինչ որ Աստված տրած է քու սրդին մեջ։ Այս ամենը կգրնան անել արերես կամ ալ կասկածներ եւ ծաղրանք սերմանելով ուրիշներու մեջ։ Հնարավոր է նաեւ, որ մարդիկ չեն հագարագիր քեզի, այլ թուն կգրվիս քու սեփական մտքի հետ, քանի որ այն կրմփագործվի այնպիսի մտքերով, ինչպիսին են, ինչ կմտածեն մարդիկ։ Անոնք կծիծաղեն իմ վրա, իսկ եթե ցախողիմ, այսպիսի իրավիճակներու մեջ կարևոր է, որ մենք իմանանք, թե Աստված ինչ կպատվիրե մեզի ընել։ Հիշենք, որ ան աշխարհի դգարներուն ընդրեց, որ ամրցնե զորավորներուն։ Առաջին Կորինթացիս 1:27 Այն ինչ որ մարդը աննշան կհամարե, Աստված կօգտագործե անհնարին ննելու համար։ Անգե ետք ան պիտի առնե ողջ փառքը։ Նեեմիան ձոն բահեց եւ աղոթեց այնքան մինչեւ որ ունեցավ դիրոջ միտքը։ Անգե ետք անգրծավ համարցակորեն հագարագիլ իր թշնամիներուն։ Երկինքի Աստվածն ինքը մեզի հաջողություն պիտի տա եւ մենք անոր ծառաներս վեր պիտի գենանք որ շինենք, իսկ դուք բաժին իրավունք եւ հիշադակ չունիք Երուսաղեմի մեջ։ Նեեմիա 2:20 Երբ անոնք հասկացան, որ չէին կրնար գեցնել Նեեմիային, իսկ իսրայելացիները առաջընթաց ունեին իրենց գործի մեջ, շատ բարգացան։ Այլևս չէին ծիծաղեր, քանի որ իրավիճակը ծիծաղելի չէր։ Անոնք թավ հյուսեցին եւ կգարձեին, որ քաղաքի վրա հարձակելով գրնային խառնաշփոթության մեջ նետել ամբողջ ծրագիրը։ Նեեմիա 4:7 եւ 8 Փարգությունը երկչոդության մեկ այլ զենք է։ Այն կօգտագործվի քու թեմ, որբեսի քեզ գեցնե կամ հուսահատեցնե։ Փարգութենեն կրնանքալ թե ակնհայտ, թե աննկատ սպառնալիքներ։ Այս հարցակումն արդյունավետ միջոց է քեզ վախցնելու համար։ Ես հաճախ տեսած եմ, թե ինչպես մարդիկ ուրիշներու զայրույթեն խուսափելու համար հրաժարած են ընել այն ինչ որ գիտեն որ ճիշտ է։ Անոնք հadouk սիչումներ գնեն գեղձ խաղաղություն պահպանելու համար։ Ջնշում թուրսեն եւ ներսեն Նեեմիան ոչ միայն հարցակման հանդիպեցավ անաստվածներու կողմեն, այլև խնդիրներ ուներ իր մարդոց հետ, որոնք անհանգստացած էին ստեղծված իրավիճակեն։ Հաջող երբ Աստված մեզի ինչ որ բան մը կհանձնարարե, մենք թիմադրության եւ հագարագության կհանդիպինք եւ թուրսեն եւ ներսեն։
Նեեմիայի մարդիկ ցանցրացած էին։ Աղբն այնքան շատ էր, որ քորձը առջև չէր երթար։ Նեեմիա 4:10։ Ուրիշ խնդիր մնալ գար։ Անոր հարուստ աշխատողները ֆինանսական ճնշում կգործադրեին այն ընտանիքներուն վրա, որոնք բարդքի մեջ էին։ Անոնցմե մեծ եկամտահար կպահանջեին մշակած դաշտերու համար։ Նեեմիա 5:1-8։ Ասիկա կհուսահատեցներ այն մարդոց, որոնց ընտանիքները նեղության մեջ էին։ Այս ներքին խնդիրներն ավելի կդժվարացնեին թշնամիի կողմեն եկող ճնշումն ու հուսահատության դիմադրելը։ Վախ ամեն կողմեն։ Ես եղած եմ այսպիսի իրավիճակներու մեջ։ Երբ առաջին անգամ սկսա ճամփորդել, ինձ մե խնդրած էին օգնել եկեղեցվոմը, որ գործընծուցած էր իր հովիվին։ Եկեղեցին փոքր քաղաքի մեջ էր, ուր գաբրեր 800 մարդ։ Երկու ծառայությունեն հետո եկեղեցվո բոլոր բադանիներն ու մեծերը ապաշխարեցին եւ վերաբրեցան Աստուծո զորությունը։ Աստուծո շարժի հետևանքով եկեղեցվո անդամներուն թիվը հասավ 100-ի։ Իմ գինը եւ ես այնքան շատ գարեկցանք ունեինք այդ մարդոց հանդեպ, որ հետաձգեցինք հաջորդ 6 շաբաթներուն մեր ծառայությունները։ Մենք որոշեցինք մնալ, որբեսի զորավոր հիմք տնենք այս եկեղեցվո մեջ եւ պատրաստենք այն նոր հովիվին համար։ Ավակներեն շատերուն հաճելի չէր թվեր այն, ինչ որ ես կքարոզեի։ Մարդը վրդովվեցավ, որովհետև երբ մտավ երրորդ ծառայությանը, բոլոր բադանիները եկեղեցիին մեջ նստած էին առաջին երկու շարքերը, ուր սովորաբար ինքն ու իր գինը գնստեին։ Այս եկեղեցվո դղաներն ու աղջիկները միշտ վերջին շարքերը գնստեին։ Ուրիշներն ալ գսեին, որ ես չափը կանցնեմ։ Պատճառն այն էր, որ անոնք կուզեին վերահսկել ինձի եւ եկեղեցին արչեւ դանել իրենց ուզած ցևով։ Անոնց հետ քանի մը հավաքույթ անցնել են, յետք վերջապես ըսի. ես հոս իշխանություն ունիմ 6 շաբաթ, անգե յետք ծեր նոր հովիվը գծարայե, միայն այսպես պիտի ըլլա, դուք որոշեցեք։ Այն օրը, երբ անոնք պետք է տեղեկացնեին ինձի իրենց որոշումին մասին, հերացայնեց տեղացի թմրամոլմը, որուն գինը գուքար ծառայություններուն։ Գինն ամուսինին խոստովանած էր, որ շնություն կործած էր անոր լավագույն ընկերոջ հետ։ Այդ մարդը որոշած էր իր փարգությունը թափել իմ եւ եկեղեցվո վրա։ Ան ըսավ, որ այդ երեկո ես խնդիրներ պիտի ունենամ։ Ես ուշադրություն չդարձուցի անոր սպառնալիքին վրա։ Քանի մը ժամ յետք ավակներեն մեկը, որ գոքներ մեզի, դեղեկացուց ինձի, որ այդ մարդը հերացայնած էր իրեն եւ սպառնացած, որ պիտի բայթեցնե դահլիճը։ Ես հանձնարարեցի անոր հերացայնել ոստիկանություն եւ խնդրել, որ հետևին այդ տղամարդուն։ Քանի մը ժամ հետո ես զանգ ստացա ոստիկանութենեն։ Սպամը ըսավ. «Բարոն Բիվիր, կխնդրեմ եկեք ոստիկանության բաժին եւ ստորագրեցեք փաստաթուղթը, որ համաձայն եք այս մարդու ցերփակալության հետ»։ Բարոն Սպա, ես չեմ ցանկար այդ մարդուն ցերփակալված տեսնել, անգոդրված է։ Միակ բանը, որ կխնդրեմ այն է, որ այս երեկո ապահովեք շենքին պաշտպանությունը։ Իմ հերթապահությունը կավարտի 4 ժամեն, իսկ ոստիկանության մոտակա բաժինը 35 մղոնի վրա է, մոտ 57 կիլոմետր։ Այս երեկո անոնք չեն հասցներ ովևէ մեկուն ուղարկել, ըսավ ան։ Ես չեմ ցանկար այդ մարդուն ցերփակալումը, պատասխանեցի ես։ Բարոն Բիվիր, որքան ժամանակ է կապրիք հոս։ Ես ըսի անոր, որ այդ քաղաքեն չեմ։ Բարոն Բիվիր, ես կճանչնամ այդ մարդը, ան հոս հեղինակություն է, ան թմրամոլ է, եթե ան քիչ մնալ քարեջուր խմե, ես ալ ոչինչ գրնամ մնել։ Ես չէի հավատար լսածիս։ Ոստիկանն նսավ, որ այդ մարդը վտանգավոր էր, այնպես որ համոզվեցա, որ իրականության մեջ ան այդպիսին էր։ Բայց տակավին գսկայի, որ պետք չէ ստորագրեմ փաստաթուղթը։ Ես անոր մերժեցի եւ շնորհակալություն հայտնեցի։ Ես ոչ միայն կորձ ունեի այդ մարդու սպառնալիքներուն հետ, այլև խնդիրներ ունեի ավակներուն հետ։ Մտածեցի, ասիկա անհեթեթ է, ավակներն ինձի համար դժվարություններ կստեղծեն, չեն ուզեր, որ ես հոսը լամ։ Հիմայալ ինձի եւ իմ ընտանիքին կսպառնա մոլակարմը։ Իմ ներսը ցայն մը գսեր, որ ես թափ դամ ոտքերուս փոշին եւ մինչեւ մայրամուտ ընտանիքս դուրս բերեմ այդ քաղաքեն։
Եթե ես չիմանայի, որ Աստված ուղարկած էր ինձի, կհեռանայի հանուն իմ ընտանիքին։ Այնուամենայնիվ իմ սիրտը թույլ չէր տար ինձի երթալ 3 պատճառով։ Առաջինն այն էր, որ Աստված ուղարկած էր ինձի, եւ ես անոր մեջ չէի լսած, որ կրնամ հեռանալ։ Երկրորդը, ես չէի ուզեր հրաժարիլ այն մարդոցմե, որոնք Տիրոջ հբումը սկացած էին։ Եվ երրորդը, եթե թուն անգամ մը փախչիս վախի պատճառով, ավելի թյուրին գլլա փախչիլ հաջորդ անգամ։ Ես ունեի Տիրոջ միտքը եւ որոշեցի մնալ, եթե ադիգա կհամապատասխաներ ավակներու կայացուցած որոշումին։ Քանի մը ժամ անցուցի աղոթքի մեջ, ադիգա աղոթքի ամենաուժեղ ժամանակներեն մեկն էր, որ ես երբեք ունեցած էի։ Աստուծո բարգևն իմ մեջ զորացավ։ Ես պատրաստ էի երեկոյան ծառայությանը։ Երբ հասա եկեղեցի, գիտցա, որ պետք չէ մնայի, ավակները ծառայությունեն առաջ հավաքված էին։ Երեցներեն մեկը դեղեկացուց, որ քվյարկած եւ որոշած են, որ ես պետք է հեռանամ։ Այդ երեկո իմ վերջին ծառայությունն էր։ Ես վշտացա, բայց որոշեցի պարզապես կենտրոնանալ այն բանին վրա, թե այդ երեկո Աստված ինչ կուզեր անել ժողովրդին համար։ Ես զորավոր ուղերձ մը քարոզեցի եւ Աստուծո զորությունն այնքան ուժեղ էր, որ բոլոր մարդիկ քեդին ինգած էին։ Շատերը, որոնք հեռացած էին Աստուծմե, իրենց կյանքերը հանձնեցին Տիրոջը։ Այն մարդը, որ գսպառնար, նույնիսկ չերևցավ։ Ծառայության վերջավորության ես ստիպված էի հայտարարել, որ ավակները չեն ցանկար, որ ես մնամ։ Ժողովուրդը թշկողության ցայն բարձրացուց, քանի որ ես չէի եկած բաժանություն բերելու, ադոր համարալ կհեռանայի խաղաղ։ Անցավ 1 շաբաթ, այդ նույն ավակներն ընտրեցին հովիվը, որ ինչպես հետո բացահայտվեցավ, համասերամոլ էր։ Հաջորդ տարվան ընթացքին անոնք 4 հովիվ փոխեցին։ Երկչոդության հոգին, որ կգործեր այդ եկեղեցվո ավակներուն մեջ, լուրջ վնաս հասցուց այդ համայնքին։ Մնա ուժեղ եւ կենտրոնացած։ Հազիվ նոր Նեեմիան լուծած էր իր եւ իր մարդոց միջև ցակած ներքին խնդիրները, երբ վախցնելու ուրիշ ալիք մի եկավ։ Այն ժամանակ Սանապաղատն ու Քեսամը մարդ ուղարկեցին քովս եւ ըսին. «Եկուր միասին տեսակցինք Օվնովի դաշտին մեջ քյուղերուն մեջ, բայց անոնք կմտածեին, որ ինձի չարությունն են։ Եվ ես անոնց քով պատգամավորներ ուղարկեցի ըսելով. Ես մեծ կորձով սպաղած եմ եւ չեմ կրնար իջնել։ Ինչու կորձը թատրի, երբ որ ես ցկեմ անոր եւ իջնեմ ցերկով։ Բայց անոնք այս բանով 4 անգամ քովս ուղարկեցին եւ ես անոնց նույն խոսքը պատասխանեցի։ Նեեմիա 6:2-4։ Սանապաղատն ու Քեսամը կհամարեին փորձելով շեղել Նեեմիայի ուշադրությունը, բայց Նեեմիան զորավոր մնաց կենտրոնանալով այն բանին վրա, որ Աստված պատվիրած էր անոր ընել։ Նեեմիան չէր ցանկար, որ իրեն խանգարեն կատարելու հանձնարարությունը։ Թշնամին միշտ կցանկա շեղել մեր ուշադրությունը, որբեսի մեզ անարդյունավետ դարձնե մեր կորձին մեջ։ Սատանան միայն մեկ անգամ չէ, որ կփորձե այդպես անել, Սատանան համար է։ Մենք ավելի զորավոր պետք է ըլլանք մեր որոշումին մեջ, քան ան։ Ահա թե ինչու Աստվածաշունչը գսե, որուն հագարակ գեցեք հավատքով հաստատված, 1 Պետրոս 5:9։ Հաստատված բառը կնշանակե զորավոր, հաստատակամ եւ անշարժ։ Շատ մարդիկ կհանձնվին թշնամիին, քանի մը հարված են ետք։ Այնինչ պետք է ավելի անշարժ մնան, այնքան մինչև որ հաղթանակն ամբողջական լա։ Սանապաղատն իր ծառային 5-րդ անգամ ուղարկեց Նեեմիային քով, այս անգամ նամակով մը, որուն մեջ կմեղադրեր անոր աբստամբ ըլլալու եւ ինքն իրեն հութայի մեջ թակավոր տնելու համար։ Նեեմիա 6:5-7 Սուտ մեղադրանք։ Նեեմիան կշարունակեր աշխատանքը։ Ան շատ կենտրոնացած էր եւ ուշադրությունը չէր շեղեր զրբարդության պատճառով։ Շատ հաճախ մենք մեր ընթացքեն գինանք փորձելով լուծել թշնամիին հետ կապված հարցերը, թշնամիին, որ կփորձե վախցնել մեզի։ Ես նայած եմ շատերու աչքերուն եւ ըսած եմ. ինչու թույլ կուտակ, որ մարդոց սուդերը աստեն այն բանին վրա, ինչին համար Աստված կանչած է ցեզի։
Հատկապես այն, որ ինչ որ մեկը կմեղադրե ցեզի, ադիգա չի նշանակեր, որ ան ճիշտ է կամ ալ ճշմարտությունը կցանգա։ Դուք պետք է գիտնանք այն ինչ որ Աստված կսե ձեր մասին եւ որն է անոր ծրագիրը ցեզի համար։ Ինչու ուշադրություն կդարձնեք հիմարության վրա։ Աստվածաշունչը գսե. մի պատասխաներ հիմարին անոր դխմարության համեմատ, թերևս թունալ անոր նմանիս։ Առագած 26:4։ Վերջին մարդը, որ կփորձեր գեցնել Նեեմիային, եկավ ու մարգարյացավ, թե Նեեմիան պետք է բահվդի տաճարին մեջ, որովհետև թշնամին գուկա որ սպաննե անոր։ Նեեմիա 6:10։ Բայց եթե Նեեմիան կորձը ցկեր, ադիգա պիտի թույլցներ մարդոց եւ կորձը ավարտին պիտի չհասներ։ Նեեմիան արձագանքեց. արդյոք ինձի պես մարդը կփախչի եւ ինձի պես ով գերթա տաճարը, որ ողջ մնա։ Ես չեմ երթար։ Նեեմիա 6:11։ Նեեմիան հետո հասկացավ, որ բոլորովին ալ Աստված չէր ուղարկած այդ մարդուն։ Ան մարգարյացավ Նեեմիայի թեմ, որովհետև Դուփյան եւ Սանապաղադը վարձած էին անոր։ Այժմ դες թե Նեեմիան ինչ ասավ ասկե հետո։ Անոր համար ան վարձած էր, որբեսի ես վախնամ եւ այնպես ընեմ ու հանցավորը լամ, եւ ասիկա անոնց համար առիթ լա իմ անունը վադապանելու, որ ինձի նախադեն։ Նեեմիա 6:13։ Թշնամին կվադապանե քու անունը, որ վախնաս ու պաշտպանես դուն քեզի։ Նեեմիան ուներ դիրոջ միտքը, ադոր համարալ ան գրնար զանազանել մաքուրն ու ճիշտը չարութենեն եւ խաբեութենեն։ Սանապաղադի, Քեսեմի եւ Դուփյայի պատրաստած խարտավանքները Նեեմիան քնահատեց այսպես. որովհետև անոնք ամենքը մեզ գվաղցնեին ասելով, անոնց ցերքերը գթուլնա այդ կորձեն եւ չի գադարվիր։ Բայց դուն ով Աստված զորացուր իմ ցերքերը։ Նեեմիա 6:9։ Նորեն մենք կտեսնենք վաղցնելու նպատակը, այսինքն թույլցնել մեզ, որ չգարենանք իրագործել Աստուծո կամքը եւ այլևս չթիմադրել մեզ վաղցնողին։ Եթե մենք ասոր թեմ հաստատակամ չգենանք, կբարդվինք։ Մեր թշնամին Սատանան գցերնարգե վաղցնելու շատ ուղիներ, երբ մենք կմտնենք անոր տարածք։ Սատանան նույնիսկ մեկ անգամ չէ, որ կփորձե ու հետո ետ կքաշվի։ Եթե ան գարենա ստիպել, որ թանթաղինք, գենանք կամ թուլնանք, անգե ետ կխանգարե Աստուծո արքայության առաջընթացին։ Նեեմիան եւ իր մարդիկ ավարտեցին Բարիսպի վերագանքնումը։ Այժմ պաշտպանված քաղաքը գրնար վերագանքնվիլ։ Ադիգա թյուրին չէր։ Ամեն քայլափոխի անոնք վիթխարի թիմադրության ու հագարագության կհանդիպեին։ Բայց մարդիկ գիտեին, որ Աստված խոսած էր եւ անոնք կմերժեին նահանջիլը։ Գոդրել վախը ջեղքելով թիմադրությունը։ Նեեմիայի վճռականությունը դասական օրինակ մնե հավատացյալներուն համար։ Ոչ իբր արդեն բռնածը լամ կամ թե արդեն գադարյալ եղածը լամ, բայց կհետևիմ, կցկտիմ, որ թերևս հասնիմ անոր, ինչպես որ ալ հատկապես Քրիստոս Հիսուսեն բռնված եմ։ Փիլիպպեցիս 3:12։ Հոս փանալին ցկտիլ բառն է։ Բողոսը Սուրբ Հոգիով ասավ ես կցկտիմ։ Նեեմիան նույնպես կցկտեր հաջող անցնելով թիմադրության մեջ են։ Մենք չենք գրնար ուղագի շրջանցել։ Մենք պետք է վճռականորեն կործենք եւ ջեղքելով անցնենք ադոր մեջ են։ Բողոսը կշարունակեր ասելով. Գհետևիմ, կցկտիմ թեպի նպատակը, Աստուծով վերին գոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսին մեջ։ Փիլիպպեցիս 3:14։ Գոյություն ունի վերին բարձր գոչում եւ ցած գոչում։ Վերին գոչումը կյանք մնե, որ գաբրին երկրի վրա երկնքի չափանիշներով։ Այդ կյանքի մեջ Աստուծո թագավորությունը կդրսևորվի անհատի կյանքով։ Մարդիկ, որոնք գաբրին վերին գոչումի մեջ գաստեն իրենց շրջապատին վրա։ Մնալով իրենց իշխանության մեջ, անոնք կփոխեն հոգևոր մթնոլորտը եւ ազատություն կբերեն ճնշումներեն։ Խավարը չի կրնար հաղթել լույսին, լույսը կքշե խավարը։ Որքան պայծառ է լույսը, այնքան շատ խավար գցրե։ Ահա թե ինչպես մենք կքալենք Աստուծո արքայության իշխանության մեջ։ Այդպես մեր շրջապատի մարդոց կբերենք Աստուծո արքայության ղեկավարման տակ։ Հիսուսը գրնար հաց կիսել մեղավորներուն հետ,
քանի որ գրնար վերահսկել մթնոլորտը։ Եթե տուն Աստուծո մեջ ավելի զորավոր ես, քան անհավատը սատանային մեջ, տուն գրնաս վերահսկել մթնոլորտը։ Եթե մեղավորը չարի մեջ ավելի քերիշխող է, քան հավատացյալը արդարության մեջ, ապա անհավատը կվերահսկե հոգևոր մթնոլորտը։ Եթե տուն որոշած ես ապրիլ վերին գոչումին մեջ, կհանդիպիս թիմադրության եւ հակառակության։ Եվ ամենը, որ կամենան աստվածաբաշխությամբ ապրիլ Քրիստոս Հիսուսին մեջ, հալածանք պիտի գրեն։ 2 Տիմոթեոս 3:12։ Նորեն մեզի գսվի շատ նեղություններով պետք է ցեզի մտնել Աստուծո արքայությունը։ Գործք Առաքելոց 14:21։ Մինչդեռ շատ քրիստոնյաներ գորոշեն եւ գաբրին ցած գոչումի մեջ։ Ինչու՞։ Անոնք չեն ցանկար հանդիպիլ այն թիմադրությանը, որուն միջոցով վճռականորեն կգործեն թեպի վերին գոչումը։ Անոնք կքերաթասեն հարմարվիլ իրենց շրջապատի մարդոց, քան թե աստվածային թիմադրությամբ փոխել անոնց։ Ավելի թյուրին է համագերբվիլ, քան թեմ գենալ։ Ոմանք երբ կհանդիպին հակառակության, կորոշեն փոխսիջման երթալ եւ կփնտրեն ամենամեղմ թիմադրության ուղին։ Ես կգարձեմ, որ երբեմն թյուրին ու հարմարավետ կյանք կառուցելու մեր ցանկությունը գլա պատճառը, որ մենք չենք ցանկար հակառակիլ։ Մենք զգուշորեն կգառուցենք մեր կյանքը խուսափելով որևէ դժվարութենեն։ Ես ոչ թե կարդարացնեմ կյանքի դժվարությունները, այլ իսկապես կգարձեմ, որ մենք ավելի շատ կվստահենք մեր նախագիծերուն ու ծրագիրներուն, քան Աստուծո։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ մենք ունենք բժշկական ապահովագրություն։ Եթե հիվանդանանք, անմիջապես կվազենք բժիշկին քով, բայց չենք մտածեր նախ աղոթելու մասին, որովհետև գիտենք, որ մեր ունեցած ապահովագրությունը կծածկե ծախսերը։ Մեր աշխատանքին դիմաց յուրաքանչյուր մեկ կամ երկու շաբաթն անգամ մեզի կդրամատրեն աշխատավարձի գդրոն։ Եթե գործընծնենք մեր աշխատանքը, կստանանք գործազուրկի կարգավիճակ, որ ֆինանսական որոշակի աջակցություն կապահովե։ Եթե ադիգայալ սբարի, քոյություն ունի նպաստ։ Եթե նպաստալ չդրվի, մենք կրնանք գտնել ուրիշ ծրագիրը, որ հոգ կդանի մեր մասին։ Հնարավոր է, որ նույնիսկ ձուլության համար մեզի վճարեն։ Հերուստատեսությունը նույնպես կքաչալեր է մեզի ապրիլ անկորձուն կյանքով։ Սովորական ամերիկացին շաբթվան ընթացքին մոտ 24 ժամ կանցնե հեռադեսիլին առջև։ Մենք առիթ կուտանք, որ համացանցային գայքերն ու Հոլիվուդը մտածեն մեր փոխարեն։ Մեր սկզբունքները կձևավորվին անոնց ծրագիրներեն։ Միկրոալիկային վարարանները եւ արագ պատրաստվող սնունդի վայրերը գարաչարգեն մեզի պատրաստ կերագուր առանց չանք կործատրելու։ Ոմանք ալ նույնիսկ երաշխավորեն անվճար ջաշ, եթե պատվիրած ուտելիքը չհասցնեն պատրաստել 15 վայրկյանի ընթացքին։ Մենք ունենք արագ փոստ, հագուստի 1 ժամյա 4 քիմիական մաքրում, լուսանկարներու արագ տպագրություն, մեքենաների յուղի արագ փոխում, շուրջօրյա միջազգային լուրերու ստացում եւ ասոնք մեր մատչելի հարմարություններեն ընդամենը քանի մահատն են։ Ասոնց մեջ շատերը հիանալի են։ Ասոնցմով մենք կխնայենք մեր ժամանակն ավելի կարևոր բաներու համար, բայց եւ այնպես հաջող մենք չենք կրնար ընտրել կարևորը։ Շատ մարդիկ այսօր կորձեր չեն ցերնարգեր, եթե ադոր համար շատ պետք է աշխատին։ Դժբախտաբար այս մտածելակերպը ներտապանցած է արևմուտքի եկեղեցի։ Քիչ քրիստոնյաներ ունին գայուն եւ վճռական բնավորություն, որն անհրաժեշտ է Աստուծո վերին գոչումին հասնելու համար։ Երբ անոնք կհանդիպին թիմադրության, իրենց քայլերը կփոխեն թեպի նվազագույն թիմադրության ուղին։ Սկիզբը փախուստի այս ուղին գտվի թե լավ ընտրություն է, որ կխոստանա թյուրին ցերկ բերված հաջողություն, բայց այս ճանապարհին բնորոշ են քաղճ վիճակի հատկանիշները՝ փոխսիջում, անդարբերություն եւ ինքնաբահբանում։ Հիսուսը սորվեցուց մեզի թեմ գենալ թշնամական լեռներուն, որ մե հետ ադոնք տեղահանգլան։ Այլ խոսքերով, ոչնչացուր լերը, նույնիսկ եթե դու ստիպված ես քար առ քար ոչնչացնել։ Նեեմիայի նման Քրիստոսի ճշմարիտ բادرազմողները վճռականորեն ջեղքելով գանցնին լեռներու մեջ են, վստահ լալով, որ անկարելի ոչինչ կա անոնց համար, որոնք որ կհավատան,
Մատթեոս 17:20 Այսօր հագարակ անոնք որոնք գերտան թյուրության ճանապարհով կշրջանցեն իրենց լերները խուսափելով հագարագութենեն։ Այս աշխարհի համագարքը հիմնված է օդի իշխանի կողմեն Եփեսացիս 2:2 Երկինքը բացահայտ հագարագության մեջ է այս համագարքին հետ։ Երթալ երկինքի ճանապարհով կնշանակե մշտապես հանդիպիլ թիմադրության այս աշխարհի համագարքի կողմեն։ Դժբախտաբար այս աշխարհի համագարքը քերիշխող է նաև եկեղեցիներեն շատերու մեջ։ Ես այս թիմադրությունը կնմանցնեմ նավագիմը, որ գլողա արաքահոս քեդի հոսանքին հագարակ։ Թուն շարունակաբար եւ վճռականորեն պետք է թիավարես ջուրի հոսանքին հագարակ։ Քու թիակները պետք է միշտ ջուրի մեջ լան եւ դու պետք է անդադար թիավարես։ Թուն չես կրնար նույնիսկ մեկ վարքյան թատրեցնել թիավարելը։ Եթե թատրեցնես, թերևս որոշ ժամանակ ինքնամղումով երթաս, բայց ադիգա երկար չի դեվեր եւ հոսանքը քեզ գտանի իր ուղությամբ։ Թերևս նավագիտ քիթը թեպի վեր բարձած է, սակայն թուն գերտաս թեպի վար։ Այսպես կլա այն հավատացյալներուն հետ, որոնք համառորեն չեն ցկդիր արչև երթալու։ Անոնք կշարունակեն ցույց տալ, որ քրիստոնեության ուղությամբ կերտան, բայց հիմա անոնք աշխարհի հետ յետ կերտան։ Այդպիսիները կդառնան կրոնավոր։ Անոնք գործընծուցած են իրենց զորությունը եւ անարդյունավետ են։ Հիսուսին խոսքերը մեջ բերելով գրնանք ասել, որ անոնք այլևս ոչինչի պետք են։ Մատթեոս 5:13 Զորացիր Այն բանեն յետք երբ Պողոսը հորդորեց Դիմոթեոսին փորփոքել Աստուծո բարգևը, ան շտաբեց ավելցնել. Արդ թուն իմ որդյակ զորացիր այն շնորհքով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Երկրորդ Դիմոթեոս 2:1 Վճռականորեն արչև երթալու եւ երջոդությունը հաղթահարելու համար մենք պետք է զորանանք։ Պողոսը այսպես կխրատե Կորինթոսի եկեղեցիին. Արթուն եղեք, հաստատ գեցեք հավատքի մեջ, քաչացեք եւ զորացեք։ Առաջին Կորինթացիս 16:13 Խիզախ հավատացյալը թեմ արդեմ կգանքնի դժվար իրավիճակներուն առանց ադգե յետ քաշվելու։ Աստված Հեսուին ոչ թե մեկ, այլ 7 անգամ քաչալերեց, որ զորանա եւ շատ քաչություն ունենա։ Միայն թե զորացիր եւ շատ քաչ եղիր, որ բահես եւ ընես այն օրենքին պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ բադվիրած է։ Անոր մեջ խոդորիս աչ կամ ցախ, որ ամենուն մեջ ալ խելամուդը լաս ուր որ երթաս։ Հեսու 1:7 Ուշադրություն դարձուր Աստվածը սավ, որ զորանա եւ շատ քաչը լա։ Որն էր նպատակը, բادرազմներուն մեջ հաղթելու համար, թե մեծ առաջնորդը լալու։ Ոչ, դիրոջ խոսքը բահելու համար։ Հատկապես ասով Հեսուն պիտի ըլլար մեծ առաջնորդ եւ պիտի հաղթեր որևէ բادرազմի մեջ։ Երկչոդությունը կփորձե զրգել քեզ այն ազատութենեն, որուն միջոցով կհնազանդիս Աստուծո խոսքին կամ կամքին։ Ադոր համար ալ մենք պետք է ամեն անգամ զորավոր եւ քաչ լանք, այլ ոչ թե փախչինք անորմե ինչ որ գիտենք որ ճիշտ է։ Եկեք սահմանենք քաչություն բարի նշանակությունը։ Քաչությունը մեզի համար դժվարություն, վտանգ ներկայացնող կամ ցավոտ հանդիսացող ամեն ինչին թեմ արդեմ գենալու եւ ադոնք լուծելու պատրաստակամությունն է, դժվարություններեն չխուսափելու վերաբերմունքը կամ արձագանքը։ Իսկ որն է քաչության հագարակը։ Թուն գրնաս դրամապանորեն ենթադրել, որ հագարակը վախն է կամ թուլությունը։ Եվ ասեգա ինչ որ չափով ճիշտ է, բայց եւ այնպես եկուր առնենք վհադություն բառը, անգլերենին մեջ courage խիզախություն եւ discourage վհադություն բառերը հագանիշներ են։ Այնպես որ Աստված կպատվիրեր Հեսուին եւ մեզի զորանալ, քաչ ըլլալ, թույլ չտալով, որ վհադությունը մտնե մեր սրդին մեջ։ Վհադությունը մեզի յետ կբահե Աստուծո կամքը իրակորձելեն։ Եկեք սահմանենք վհադիլ բարի նշանակությունը։ Վհադիլ կնշանակե զրգվել քաչութենեն, դառնալ քիչ վստահող կամ հուսահատ, ունենալ վստահության կամ հույսի բագաս, ըլլալ հուսալքված։ Հիշե թե ինչպես Եղիան ընկճված էր հեզապելի վախին պատճառով եկած հուսահատութենեն։ Ան խույս տվավ եւ փախավ։
Եղիան այնքան հուսահատած էր, որ դուրս ելած էր իր ունեցած իշխանութենեն։ Մենք պետք է վհատությանը վերապերենք որպես թշնամի։ Մենք պետք է չթերակնահատենք ադոր զորությունը, ադիգա գխանգարե մեզ հասնելու Աստուծո վերին գոչումին։ Վհատությունը կսպաննե, եթե ադոր չհագարագինք, այն պիտի ստիպե մեզ նահանջել։ Բայց արդարը հավատքեն կապրի, եւ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը անոր չի հավնիր։ Եբրայեցիս 10:38։ Շատ կարևոր է հասկանալ, որ Աստված չի հավնիր վախկոտներուն։ Մեզի ըսված է. ով որ հաղթե ամենը պիտի ժառանգե, եւ ես պիտի ըլլամ անոր Աստված, եւ ան պիտի ըլլա ինձի որդի։ Իսկ վախկոտներուն եւ անհավատներուն եւ բիղձերուն եւ մարտասպաններուն եւ բորնիկներուն եւ գախարտներուն եւ գրաբաշտներուն եւ ամեն տեսակ ստախոսներու բաժինը այս լիջին մեջ պիտի ըլլա, որ գրագով ու ձձումփով վարած է։ Ասիկա է երկրորդ մահը։ Հայտնություն 21:7 եւ 8։ Վախկոտ բառը կբնորոշե մեկուն, որ վտանգի կամ ցավի հանդիպելու ժամանակ կդրսևորե ամոթալի վախ։ Արդյոք ստապեցնող չէ, որ Աստված վախկոտներուն, մարտասպաններուն եւ անբարոյականներուն շարքին տասած է, իսկ մենք կարդարացնենք մեզ բնթելով, թե վախկոտությունը թուլություն է։ Ոչ, վախկոտությունը գուքա անհավատութենեն, իսկ անհավատության համար Իսրայելի զավակները վճարեցին իրենց կյանքով։ Անոնք երբեք չմտան խոստացված երկիրը, եւ կտեսնենք, որ չգրցան մտնել անհավատության պատճառով։ Եբրայեցիս 3:19։ Ադիգա ճիշտ է նաև այսօր, վախկոտը չի հաղթեր, ան չի ստանար այն, ինչ որ խոստացված է իրեն։ Բողոս առաքյալին միջոցով դերը զորավոր ցևով գհորթորե մեզի։ Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող ցևով կացեք, որ թե կամ եւ դեսնեմ ցեզ, եւ թե հերու ըլլամ եւ լսեմ ցեր մասին, որ հաստատեք, եւ ոչ մեկ բանով զարհուրեցեք հագարագործներեն։ Փիլիպպեցիս 1:27 եւ 28։ Հաստատուն գեցիր եւ թույլ մի դարքու հագարագործներուն վախցնել քեզ։ Եղիր քաջ, զորավոր ու խիզախ, պատրաստ հանդիպելու եւ կորձ ունենալու որևէ հագարագության հետ չխուսափելով ադգե։ Հաջորդ խոսքին մեջ Բողոսը գշարունակե. Եվ ցեզ Աստուծմե այդ շնորհքը եղավ ոչ միայն հավատալ անոր, այլ անոր համար չարչարվիլալ։ Փիլիպպեցիս 1:29։ Ինչ չարչարանք է ասիգա, որ մենք պետք է ունենանք։ Պետրոսը կպատասխանե. Արդ Քրիստոսը, որ մարմինով մեզ համար չարչարվեցավ, դուք նույն մտքով զինվեցեք, որ մարմինով չարչարվողը մեղքեն թատրեցավ, որ այլևս ոչ թե մարդոց ցանկություններու պես, այլ Աստուծո կամքին պես ապրիկ մարմինին մեջ մնացած ժամանակը։ Առաջին Պետրոս 4:1-2։ Չարչարանքն այն է, ինչին մենք կհանդիպենք կամ ինչին կհամբերենք, երբ մեր սեփական մարմինը կամ ուրիշներուն աստեցությունը կջնշե մեզ, որբեսի երթանք ուղղությամբ մը, այնինչ Աստուծո կամքը մեզի համար հագարակ ուղղությամբ երթալն է։ Մեզի հրամայված է զորանալ եւ քաչլալ, որբեսի կարենանք բահել Տիրոջ խոսքը։ Պետրոս կսե, որ մենք պետք է մեզ զինենք ասոր համար։ Եթե քրիստոնյան չի զինվիր կամ չի նախապատրաստվիր չարչարվելու համար, նման է զինվորիմը, որ պատերազմի գերտա առանց սպառազինության։ Այս զինվորը կամ քերի գինա, կամ կսպաննվի։ Այն քրիստոնյաները, որոնք զինված չեն չարչարվելու համար, թյուրությամբ քերի գինան կփանդարգվին մարդոցմե վախնալու պատճառով։ Մենք պետք է պատրաստ լանք անսպասելի թիմադրությանը, որ պիտի ուղեկցի մեզի վերին գոչումին ցկդելու ընթացքին։ Բայց եւ այնպես Բողոսը գշտաբեր վստահությամբ ըսելու. Եվ պիտի փրկե ինձի դերն ամեն չար բանեն եւ պիտի ազատե, պիտի հասցնե իր երկնային արքայության, որուն ըլլա փառքը Հավիդյանս Հավիդենից։ Երկրորդ Թիմոթեոս 4:18։ Աստված միշտ ալ մեզ գազադակրե, որ հասնենք իր փառքին։ Հալելույա։ Ուշադրությամբ լսե Աստուծո խոսքեն հետևյալ հորդորները։ Լսե այնպես, գարձես թուն այն երբեք չես լսած։ Գեցիր եւ ժամանակ հատկացուր յուրաքանչյուր խոսքին վրա խորհելու համար,
թույլ տալով, որ Սուրբ Հոգին լուսավորե ադոնք։ Եթե Աստված մեր կողմն է, ով է մեզի հակառակ։ Հռովմայեցիս 8:31։ Ապա ով կբաժնե մեզ Քրիստոսի սերեն, դարաբանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերգություն, թե վտանգ, թե սուր, բայց այս ամեն բաներուն մեջ առավել եւս կհաղթենք անոր միջոցով, որ մեզ սիրեց։ Հռովմայեցիս 8:35 եւ 37։ Դուք Աստուծմե եք որդյակներ եւ հաղթեցիք անոր, որովհետեւ ավելի մեծ է ան որ ձեր մեջ է, քան թե ան որ աշխարհի մեջ է։ Առաջին Հովհաննես 4:4։ Բահբանեք քու սրտի մաքրությունը եւ մնա իշխանության կուտիրքին մեջ, որբես Աստուծո զավակ եւ ծառա։ Միայն այդ բարակային թուն կրնաս համարձակորեն հայտարարել.